Հայաստանն ու Հնդկաստանը 2026-ին կառուցում են նոր ռազմավարական հարաբերություններ, որոնք կենտրոնացած են պաշտպանական համագործակցության, զինտեխնիկայի գնումների և տարածաշրջանային անվտանգության վրա։ Այս տեսանյութում մենք կվերլուծենք Հայաստանի ռազմական կարիքները և նոր զենքի ձեռքբերումները, Հնդկաստանի հետ ռազմական ու ռազմավարական համագործակցության հնարավորությունները, տարածաշրջանային ազդեցությունը և անվտանգության մարտահրավերները, Հայաստանի նոր պաշտպանական ռազմավարությունը։ 2026-ին Հայաստանը ակտիվացրել է իր զինված ուժերի արդիականացման ծրագիրը, որը ներառում է զինտեխնիկայի նոր գնումներ, առաջնային ուշադրությունը տրամադրվում է հետախուզական սարքավորումներին, հակօդային պաշտպանության համակարգերին, զրահատեխնիկային և հարվածային միջոցներին։ Նոր տեխնոլոգիաների ներդրումը թույլ է տալիս ապահովել սահմանների պաշտպանվածությունը և արագ արձագանքը հնարավոր սպառնալիքներին։ Զինծառայողների պատրաստվածություն և զորակազմի արդիականացում, զորքերի մարզումները և օպերատիվ համակարգերը մշտապես արդիականացվում են համապատասխան միջազգային ստանդարտներին։ Արդիականացման ծրագրի մի մասը նաև ներառում է վայրյան և հեռակա մարտական սցենարների պարապմունքներ։ Հայաստանի ռազմավարությունը ընդգծում է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, հատկապես Հնդկաստանի հետ ռազմական ոլորտում։ Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցությունը ներառում է տեխնոլոգիական և զենքի գործարքներ։ Հնդկաստանը Հայաստանին տրամադրում է հետախուզական սարքավորումներ, հակօդային և ռադիոլոկացիոն համակարգեր, ինչպես նաև որոշ զրահատեխնիկա և մարտական սարքեր։ Այս գործարքները ամրապնդում են Հայաստանի պաշտպանական կարողությունները և նվազեցնում արտաքին սպառնալիքների ռիսկերը։ Երկու երկրների զորքերի միջև անցկացվում են համատեղ մարզումներ, վարժանքներ և ռազմական պլանավորման նիստեր։ Սա օգնում է ստեղծել կայուն համագործակցություն և փոխադարձ վստահություն։ Հնդկաստանի հետ համագործակցությունը բարձրացնում է Հայաստանի դիրքերը տարածաշրջանային անվտանգության ու հավասարակշռության տեսանկյունից։ Կայուն համագործակցությունը թույլ է տալիս կանխատեսել հնարավոր ճգնաժամերը և արագ արձագանքել։ Զենքի գնումներն ու ռազմավարական համագործակցությունը չեն սահմանափակվում միայն երկու երկրների ներքին անվտանգությամբ։ Արտաքին ազդեցությունը կարող է լինել օրինակ, ներառյալ հարևանների արձագանքը Հայաստանի նոր պաշտպանական ծրագրին, տարածաշրջանային գործընկերների դիվանագիտական և ռազմավարական հավասարակշռության պահպանումը։ Հայաստանի համագործակցությունը Հնդկաստանի հետ մեծացնում է նրա ռազմավարական անվտանգությունը։ Հնդկաստանի ներկայությունը որպես գործընկեր նաև ստեղծում է կանխատեսելիություն և մշտական աջակցություն։ Նոր զենքի գործարքները և տեխնոլոգիական փոխանցումների համատեղ ռազմական ծրագրերի ընդլայնումը տարածաշրջանային հավասարակշռությունը ուժեղացնում է։ Հայաստանի և Հնդկաստանի համագործակցությունը 2026-ին կարևոր դեր է խաղում պաշտպանական հնարավորությունների բարձրացման, տարածաշրջանային անվտանգության պահպանման, զինված ուժերի արդիականացման հետ։ Դիտողներին հրավիրում ենք. գրեք մեկնաբանություններում ինչ կարծիք ունեք համագործակցության և նոր զենքի ձեռքբերումների մասին, սեղմեք հավանել կոճակը և բաժանորդագրվեք ալիքին, միշտ առաջինը լինելու համար ամենաթարմ և վերլուծական նորությունների հետ։